Եվ 29,000-ի մասով պարոն Փաշինյան այդ մասով չպատասխանեցիք, ասում է սահմանափակում եք, երբ որ պահանջներ չունեք, սահմանափակում եք այդ 29,000-ի մեջ, մեզ արդեն գործոն չեն ընկալում։ Դե գիտեք, այդ թեմային էլ են տասնյակ անգամներ անդրադարձել։ Այդ խնդիրը, այդ հայեցակարգը, որ երբ որ մենք ասում ենք սա մեր ինքնիշխան տարածքն է, մեր սահմանն է, այդ ճիշտ է, որ մենք մեզ սահմանափակում ենք, բայց ճիշտ է։ Բայց դա վատ է, որ մենք մեզ սահմանափակում ենք։ Որովհետև մենք մեզ այդ սահմանով, մենք մեզ սահմանափակելով, այդ սահմանով նաև ուրիշներին ենք սահմանափակում։ Եվ երբ որ ես ասում եմ, որ լեգիտիմությունը պետք է լինի մեր արտաքին անվտանգության հիմքում, հենց դա նկատի ունեմ։ Երբ որ ասում եմ, որ 18 տարեկան մեր երեխեքին տանում ենք խրամատում դնում ենք եւ ասում ենք մենք մեզ չենք սահմանափակում։ Ուրիշներն ասում են շատ լավ, դուք ձեզ չեք սահմանափակում, մենք էլ չենք սահմանափակում։ Եթե մենք ասում ենք, որ այստեղ սահման չկա եւ հետեւաբար այդ սահմանը մեզ չի սահմանափակում, ուրիշներն էլ ասում են շատ լավ, եթե սահմանը ձեզ չի սահմանափակում եւ այդտեղ սահման չկա, ուրեմն մեզ էլ չի սահմանափակում։ Դե եկեք տեսնենք ում ավելի շատ կսահմանափակի եւ ում պակաս կսահմանափակի։ Եվ ես ձեզ ուրիշ բան ասեմ։ Հիմա օրինակ ես ձեզ ասում եմ, որ եկեք ես պատրաստ եմ հրավիրել լրագրողներին եւ գնանք ձեռք բերենք մեր սպառազինությունները։ Հարց չի ծագում, ինչու մենք այդ սպառազինությունները, որ այսօր ձեռք ենք բերում, ինչու ձեռք չենք բերում օրինակ նախկինում։ Իսկ նախկինում ձեռք չենք կամ ինչու ենք հիմա կարողանում ձեռք բերել, իսկ նախկինում ոչ։ Ես դրա մասին կարծեմ հրապարակային գրել էի։ Կետերից կարևորագույնը մեկը այն է, որ մեր ռազմավարությունները հիմա հիմնված են լեգիտիմության վրա։ Եվ այն ժամանակ մարդիկ մեզ թափանցիկ ասում են ամենայն հարգանքով, բայց մենք ձեզ սպառազինություն չենք կարող վաճառել, որովհետև մենք չունենք երաշխիք, որ դուք այդ սպառազինությունը չեք օգտագործի ձեր ինքնիշխան տարածքի հետ կապված կարիքներից դուրս, այսինքն չեք տեղակայի տարածքներում, որը չի հանդիսանում ձեր միջազգայինորեն ճանաչված տարածքը։ Սահմանը դրա համար է։ Եվ առաջին բուֆեր, ես առաջկա եմ սրա մասին, բայց լավ հրապարակային մանրամասն խոսելու եմ, էլի չպատմեմ անում։ Պարոն վարչապետ, իրար հաջորդելով հարցազրույցներ տվեցին Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը, արդեն տեսել եք, ձեզ մեղադրեցին Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս թողնելու մեջ, պատերազմ հրահրելու մեջ, փող լրացնող էս իրար շարունակող հարցազրույցները ինչ միտում ունեն ըստ Այդտենց բան են ասել, ես բաղը ես դուրս եմ թողել բանակցային գործընթացից, հա, ասել են այդտենց բան։ Փակուղի եք մտցրել, Փակու, լսեք, ինչ, շատ լավ, պատերազմ, փակուղի, մի րոպե, պատերազմ, փակուղի, պատերազմ, շատ լավ, ես հիմա ասում եմ, արդեն 1 տարի 8 ամիս Հայաստանի սահմանին զինվոր չի զոհվում։ Հիմա եթե 2018 թվականի եւ ասում եմ, որ նախկինում մենք ոչ մի տարի չենք ունեցել, ոչ մի, որ այսպիսի իրավիճակ չլինի։ Հիմա եթե 2018 թվականին չկար պատերազմ, ինչ են զինվորները զոհվում սահմանում։ Պատերազմը ո՞րն է։ Պատերազմը այն է, երբ որ արտաքին ներգործության հետևանքով զինվորներ են զոհվում։ Ամեն տարի մեր սահմանին զոհվել են զինվորներ 18-ից առաջ։ Քոչարյանը ասում էր չեն կրակում, որովհետև ինչ ուզում են ստանում են իր վերջին հարցազրույցը առանց կրակելու ինչ ուզում են ստանում։ Ինչ։ Նկատում եք Հայաստանի տարածքը։ Ես ձեզ նոր քիչ առաջ շատ երկար եւ մանրամասն ներկայացնում էի Հայաստանի ինքնիշխանության եւ լեգիտիմության կոնցեպտը։ Այստեղ պետության կոնցեպտի մասին է խոսքը։ Պետության կոնցեպտի մասին է խոսքը։ Երկրորդը փակուղու մասին։ Եթե փակուղու մասին չէր, էլի ես զարմանում եմ, որ հրապարակային հայտարարություններից հետո էլի տենց մեկնաբանություններ են հնչում։ 2018 թվականի ապրիլի Արձագանքեց դրան, պարոն վարչապետ, ասում է մինչև այդ էլ բազմաթիվ անգամներ բանակցությունները մտել են փակուղի, բայց այդ թվում 2016 թվականի ապրիլին, ճիշտ է, հա? Դուք չգիտեք։ 2016 թվականի ապրիլյան պատերազմի մասին չեք լսել։ Էդ էլ փակուղի մասին։ Բա ինչի՞ էր այդ պատերազմը սկսվում։
Բան չէր այդ պատերազմը։ Հեսա Միչայլոց շատ լավ զուգահեռ։ Հեսա որ բանակցային փաթեթները հրապարակել են եւ դուք կարդակեն ինչի վրա ես հղում եմ արել 2016 թվականի ապրիլի առաջարկությունը 2016 թվականի հուլիսի կամ հունիսի առաջարկությունը 2016 թվականի օգոստոսի առաջարկությունը այս բոլոր հարցերի պատասխաններ Սերժ Սարգսյանի նամակը կկարդաք եւ կտեսնեք բանակցությունները Իմիջայլոց խոսում են ռազմական բալանսի խախտման մասին, որ մեր ժամանակ ռազմական բալանսը խախտվել է, ճիշտ է։ Հիմա դուք երբ որ այդ հրապարակի, կտեսնեք ոնց է Սերժ Սարգսյանը իր ձեռքով գրել եւ ստորագրել, որ ռազմական բալանսը խախտված է։ Գնահատացիքները այդ նամակով ոչ չֆիքսացին։ Այս պահին չեմ ասում։